Փառք Հիսուսին, քույրեր եղբայրներ, փառք Տիրոջը, մենք պատրաստվում ենք այս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ մեզ տրամադրել ավելի, որ ավելի լավ հասկանանք, թե Հիսուսը մեզ համար ինչ է արել, փառք Հիսուսին։ Երբ որ մարդ հասկանում է, թե Աստված նրան ինչ է արել, բարեկամներ, հարցերը բոլոր լուծվում են, փառք Տիրոջը։ Լուծվում են այդ հարցերը, երբ որ մարդ գնահատում է Քրիստոսի արածը, հասկանում է, թե Հիսուսը իրոք ինչ փառք թողեց, ինչ գործ արեց եւ ինչ փառքի պիտի մեզ արժանացնի։ Բայց մինչև այդ շատ գրվածներ կա, որ այդ երանիները պետք է մեր կյանքի մեջ կատարվի, որ մեզանից է կախված, բարեկամներ, դա շատ ծանոթ համար է, դա մեր Ղուկաս ավետարանն է, մեր Ղուկաս աղբերն է գրել, ուրեմն Ղուկաս, ուրեմն 6-րդ գլուխ, կարանք կարդանք թերևս 35 համարից, 6:35, Ղուկաս, բայց սիրեցեք ձեր թշնամիներին, և բարի արեք և փող տվեք, ոչինչ ակնկալելով, և ձեր վարձքը շատ կլինի, և բարձյալի որդի կլինեք։ Իհարկե, մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում այս Հիսուսի ասած խոսքերը, թե սիրեցեք ձեր թշնամիներին։ Այս հողի վրա, թերևս բարեկամներ, շատերը չէ, որ մարսում են այս խոսքերը, գիտեք։ Դժվարամարս բան է, ով կարող է իրոք անել այս։ Ինչ է նշանակում սիրեք ձեր թշնամիներին։ Իհարկե, հետևում շատ օրհնություններ է գրված, շատ կարևոր համար է երանի մեզ, որ այս համարները գա, մտնի մեր մեջ, մեր ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ ու այսպես մեզ ջերմացնի։ Ինչ է նշանակում, չէ, սիրել, բարեկամներ, միգուցե այսօր շատ-շատերս ճիշտ չենք հասկանում այդ խոսքերը։ Եվ սատանան գալիս է մեր խշմտանքը բռնում, քեզանից ինչ հոգևոր չես է կարողանում սիրես։ Մի հատ դեպք էր կատարվել շատ տարիներ առաջ, մեր եղբայրներից մեկը ասեց, որ իրան մենակ Աստված կարա սիրի, ոչ մեկը չի կարա սիրի, այ բան։ Գիտեք, մենք պետք է հասկանանք իրոք, ինչ է սա նշանակում։ Իսկ եթե այս համարը ճիշտ չհասկանանք, մենք առաջ չենք կարող գնալ։ Սա կարևոր բաներ են, շատ ենք կարդացել, առաջ գնացել, բախվել ենք այս պատին, այն պատին ենք բախվել։ Մեր եղբայրներից մեկը, ուրեմն մեր տուն գալուց, անընդհատ գալուց են 90-ական թվականներին, իրիկունը որ գալիս էր, ասպերա մի հատ շուն կա։ Գալիս եմ գլխակը, գլխի սենա միամիտ, հենց գլխակը գլխի սալեմ, հարցակվում է, հաչում ավերիս էլի շատ մասին։ Հենց գլխակը հանում եմ, չի հաչում, վերջը, ասպերս ինչ հա կատարվեմ։ Վերջը ոնց եղավ, ինչ եղավ, ասպասի էլի գրպանից մի բան դնեմ էլի, ասենք, հազմաստամ, այս շունս չի լի, անընդհատ հարցակվում է, ամենահոգևորը ես եմ, գալիս այն վրա է հարցակվում, սրան էլ հակառակը, սկսեմ հաց տալը այս շանը, վերջը, 1-2 բան այս շունը հնգերանում է իր հետ։ Հիմա, գիտեք ինչ է նշանակում սիրել։ Սիրել նշանակում է ամենաառաջինը սկսես բարիով նրան հաղթես։ Վատ բան է արել։ Զոհաբերեմ ես իրան լավով ես պատասխանում։ Հիմա այն Աստված անարգող մարդը նավի մեջ աշխատող մի հատ հոգևոր կար, կհիշեք երևի թե այդ պատմությունը, այս Աստված անարգողը գալիս էր ու անընդհատ սրան որպես հավատացյալ նեղում էր։ Սա էլ այդ այնտեղ կա նավի մեջ սենյակներ, թաքուն գնում է իր համար աղոթում, ասում է Հիսուս ջան, փառքես, դե աշխատող է նավին այլ Աստված անարգող մեկն է այդ պետը, չի թողում որ մեկը հոգևոր ինչ-որ մի բան անի, այսպես մի օր այսպես գնում է նավի մեջ աղոթելու սալը, մի մակույկը, այսպես մի անկույնում, այդ պահին գալիս է այդ Աստված անարգող մարդը ու
ուժեղ ասում եմ հարված է տալի, որ իր շունչը սկսում է կտրել ու զորով ասում է, այս պատմության մեջ ասում է հավատացյալը այդ Աստված անարգող մարդուն զորով սես մի կերպ քաղցր պատասխան է տալի։ Չեմ կարծում, որ այդ պահին այդ հոգևորը այնպես սիրեր, չէ ինչ կլի, լամյատար ով կարա թե դա անհնարին է, բարեկամներ անհնարին է, բայց մենք պետք է հասկանանք ինչ է սա նշանակում։ Զոհաբերելով է ինչա, ասում է քաղցր մի հատ այսպես պատասխան տվեց էլի սրան։ Ես չգիտեմ ինչ ասել։ Եվ ասում է այս քաղցր պատասխանը փշրեց այս Աստված անարգող դաժան մարդու սիրտը եւ Աստված այդ ողորմություն արավ, Աստված անարգող մարդը ապաշխարեց Փառք Հիսուսին։ Սիրել ինչ է նշանակում, բարեկամներ։ Կամանց սկսենք կներեք են, որ ասենք եթե խոսացել եք այդ նման կանանց հետ, երբ որ երեխաներ չեն ունենեմ, շատ ահավոր է այդ պահը ու որոշում են, որ երեխա վերցնեն, ուրիշի երեխա, դե երեխա չեր ունենեմ, գիտեք, երբ որ այդ երեխան տուն են բերեմ, իրանց տան ինչ է դա ալեմ, դուք այդ պահը չեք էլ պատկերացնեմ ինչա, մի հատ կոտրուկ, մի հատ վիճակ, քու երեխան է, բայց քու երեխան չի, բայց դու ուզում ես երեխա ունենաս, սազնարությունը կոտրուկով, խնամ եմ, դե բնական ամուսինը դուխ տալով էսպես, բանով կնոջը կինը սկսում է, կամանց, իմ երեխեն չի, սկսում է կամանց պահել, կատ տալ, կերակուր տալ, սիրտը սկսում է տաքանալ այդ երեխու վրա, Փառք Քրիստոսին, ինչ է նշանակում սիրել, բարեկամներ, դե բնականաբար մենք պետք է հասկանանք թշնամուն սիրել, այ մարդ ոնց սիրեմ ես, Տեր Աստված, ես չեմ կարա, բայց երբ որ այս պահերը կամանց օգտագործում ենք, բարեկամներ, Բարձրալի որդիք ենք դառնում, Փառք Հիսուս Քրիստոսին, մենք սրա համար ենք հավաքվել, ճիշտ հասկանանք, թե այս գրվածները ինչ է մեզ ասում։ Հիմա այն անգամ մենք խոսացինք, չէ, ասում հանդիմանությունը նույն պահին ոչ մեկին ուրախություն չի տալի։ Հիշում եք այդ տեղը։ Ցանկացած հանդիմանություն նույն պահին ուրախություն չի պատճառում, հապա ինչ տրտմություն է պատճառում, բարեկամներ։ Ուզում ես կաթողիկոսին ասա, տխրում է տրտմություն է գալ, դա Աստվածաշունչն ասում, թող ոչ մեկը հստակ գլուխ չգովա դրա մասին, կներեք ինձ։ Այս առաջի այդ վարքյանները այդպես է, կամ ասենք այս ով է այ վարդլատես, ով է թե ով չի, այդպես է, բայց ասում այ որ համբերում ես, այդ խոսքը քու մեջ սկսում է խմորվել այսպես, այդ խաղաղության սկսում է կամանց ինչ անել, պտուղ դառնալ, Փառք Հիսուսին, հետո ուրախություն է դառնում դա, բայց սկիզբը դա է, հիմա սկզբում Տեր ասեց սիրի քո թշնամուն եւ Սատանան ասում, դե դու չես սիրում, բայց դու գործ արա, այդ գործարքի մեջ մտի, որ սկսես կամաց, այդ բանը քու մեջ առաջանա, բարեկամներ, Փառք Հիսուսին, մենք դրա համար ենք այստեղ ամենայն դեպս, այս տոների կապակցությամբ, որ բոլորի հետ հաշտվենք Հիսուս Քրիստոսի անունով, Փառք Տիրոջը, թող մեկը չլինի, բարեկամներ, որ անհարժ լինի, ես սրան ոնց սիրեմ, ես գնամ ներողություն խնդրեմ, միթե սա է Տերը ուզեմ այսպես նսեմանամ ես, նսեմացիք, դա քո հին մարդն է, հին մարդուդ հախից է թես պտի գաս, Փառք Տիրոջը, թող նա նսեմանա բարեկամ, թող նա խոնարհվի, թե չէ հին մարդը միշտ անդաստիռակ է, հին մարդը մի օր քեզ կտանի կորուստ, հին մարդու հարցերը այդպես պիտի լուծեն ես ու դու, թող նսեմանա, Փառք Տիրոջը, թող իջնի, թող խայտարակվի, դա դրան քիչ է, Փառք Տիրոջը, հին մարդուն դա քիչ է, հիշի այդ հին մարդը ինչեր է քեզ արել, ինչ տեսակ մեղքերի մեջ է մեզ գցել, հին մարդը չի թողել մի ժամանակ, որ աստվածապաշտ լինենք, հին մարդը միշտ տարել է մեզ մեղքի ու պղծությամբ եւ հանկարծ հրաշք է տեղի ունեցել, Աստված ողորմություն արի, հիմա մենք ինչ պետք է անենք, ճնշում գործադրենք այդ հին մարդի վրա, ինչ ա եղել որ ես դպրոցի մի հատ ընկեր ունեի, երեխա ժամանակվանից ենք կանանցպես խռովել ենք,
իրար հետ կռվել ենք, ինչ այդպես իրար հետ չէինք խոսում, այլ 10 ավարտեցինք չխոսացինք, ինչ դենդով հոգևոր չէինք։ Աշխատանքի գնալու 4-րդ տարին այն ժամանակ ռուսների ժամանակ ու 606-ը մեի աշխատեմ։ Տեսա որ անցնում է։ Ասի սա ինձ մար շանս է, արդեն ջրով մկրտված, հոգով մկրտված, հոգևոր եմ։ Մի 2 տարվա, մի տարվա չեմ հիշեմ։ Քանի տարի իր այդ չէ, հիմա պատերազմա։ Հիմա իրար հետ պետք է գնանք ստրեչելենք։ Դեն մեմ ինքը ներքևից գարսա, ես վերևից։ Հիմա մեկ ասում է, լա դու ձեն մի հանի, թող ինքը քեզ բարևի էլի։ Հիմա չի թողում ինձ որ, բայց էսա մոտիկ անում ենք վերջ։ Ես տեսնում եմ ինքը սառնաստորն ինձ բանի տեղ չի դնելու եւ վերջ։ Գնացի ու ձերքը բռնեց, ասի բարև հայակներ։ Թե բարև, վերջ, ժողովուրդ ջան, վերջ։ Այնչ լավ էր։ Բրցանք, հիմա տենալուց իրար հետ հավեսով, բան։ Թե ջեմի խռով տեիլ։ Ժողովուրդ ջան, արժե մենք առաջ գնանք տղանուն Հիսուսի։ Հեշտ էր Հուդայի ոտները լավալ, բարեկամներ։ Գիտի որ էսա պետքա գա մեկը ինձ մատնի, ինձ մահվան պետք է դատապարտի։ Իմ մայրը պիտի տեսնի այդ խաչի վրա ինքնա պատճառը լինելու, որ ինձ պետքա դավաճան ինձ մատնել, ես գնեմ հավեսով իրա ոտքերը այսպես լվանում եմ, հեշտ է ժողովուրդ ջան, դա զոհաբերություն է։ Չեմ կարծեմ Հուդային այդքան այդպես հարգալից վերաբերվեր, քան Հովանեսի հետ, որտեվ տեղեր կասպա Հովանեսին ավելի շատ էր սիրել, հիմա դա չի շակա, մյուսներին չի սիրել։ Բայց համենայնպես Տերը գիտեր, նա մարդասեր Աստված է։ Լված եւ ասված ինչ շուտ անելու ես, արա Հուդա, շուտ արա։ Փառք Քրիստոսին, քանի հոգիներ կան, որ կարող են այսօր մենք հաշտվենք իրոք, մեր անձը ներդնենք, ինչ անենք։ Սիրտը, չէ, մեր լորեցներով ասում սիրտը գնա շահի, ինչ անենք, փառք Աստծո։ Ինքնա թե շանս դու նայել դարձի գա, որ ասեն էս ինչ ասր Աստվածը, փառք Տիրոջը։ Մեր Աստվածը այսպեսին է, բարեկամներ, փառք Աստծո, բերեք հաշտվենք այս Սուրբ Ծննդյան տոների, այս նախորերին։ Ոչ մեկ այդ բան չունենանք, որ մեր սիրտը հանկարծ ցույց չտա սատանան ասի, տես ռադեր դու խնդիր ունես, ազատ այսպես պաշտենք ասուն, հաշտ ու համերաշխ, փառք Հիսուսին։ Ոչ մեկի դեմ ասպա բան մեկ ունենա, ոչ մեկի դեմ, անգամ ասպա եթե գիտես քո աղբերը քո դեմ բան ունի, գնա հաշվի ոչինչ, անգամ թե նայա մեղավոր, մենք սրա համար ենք այստեղ բարեկամներ, եւ ուզում եմ շարունակել ու աղոթել, եւ ուրեմն, որովհետեւ ասպա նա քաղցր է երախտամորների եւ չարերի վրա, լատեսեք ում վրա է քաղցրություն ցույց տալի, ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր հայրն էլ ողորմած է։ Տեր Աստված ինձ համեմատում է հոր հետ։ Քեզ համեմատում է հոր հետ։ Ասում է քո հորպես ես ողորմած եղեք։ Տեր Հիսուս, ես ո՞ս կարամ իմ հորպես, երկնային Աստծո պես ողորմած եմ, ծան հնարին է եւ վերջակետ։ Բայց այս իմ ասած փուլը պիտի անցնես։ Կամանց սկսի ողորմություններ անել։ Կամանց ջերմությունը կգա քո վրա, ողորմած եղեք ինչպես քո հայրն է, Տեր Հիսուս, վաղը կարա Տեր ասի, գիտես դու կարող ես քո հորպես ողորմածներ, այնինչ սատանա ասպա քեզանից ինչ ողորմություն անող, տո ողորմելի։ Բայց այսօր մենք կարող ենք մեր հորպես բարեկամներ ողորմած լինենք, փառավորվի Հիսուս Քրիստոսը։ Եվ ուրեմն մի դատեք եւ չեք դատվի։ Մի դատապարտեք եւ չեք դատապարտվի, արցակեցեք եւ կարծակվեք, փառք Հիսուսին։ Գիտեք շատ տեղեր կա գրված այս մասին, հիշեք, ասում ում որ կապես, այս ժողովրդին ընդհանուր ասեմ, ում որ կապես կապված կլինես։ Եթե ես ինչ որ մեկին կապում եմ, այդ ես եմ կապվում, հասկանում եք, ինձ ասված կապում է, բոլոր հնարությունես վերջանում է երկինգնալու, ասում է արցակեք և կարցակվեք, հասկանում եք, ստեղ ցույց է տալի այն կարևոր փաստը, որ ասում է արցակեք բարեկամներ, և կարցակվեք, ինչ որ սրտիդ մեջ ինչ որ մեկին կապել ես, ինչ որ մի հատ կապան կա, արցակի որ դու էլ արցակվի, ասկե ես ներելով, արցակելով ես ինքս եմ արցակում, հիմա այս տոների կապակցությամբ արժե իրապես արցակենք բոլորին մեր սրտերի մեջ, հարսը կեսուրի դեմ, կեսուրը հարսի դեմ, չէ,
Մարդ ամուսին հարաբերությունները, քուր եղբայր հարաբերությունները, հարևան բա ինչ անեմ, եկել այս ծառս կտրելա։ Դե հաշտվելու ենք ժողովուրդ ջան, Աստված ա թույլ տվել որ այդ ծառը կտրվի։ Եթե առանց ասուք ու մի մազը քո գլխի չինգնեմ, այդ ծառը ինչ ա, բարեկամ։ Որ տենալա դու ինչ ես, քու հույսը տուն վրա ես դրե։ Երկրի վրա ես թե երկնքի մեջ։ Որն ա քո նպատակը։ Ուրա տանեմ քո նկրտումները, երկինք թե երկիր, բարեկամներ։ Եվ վերևը ուզում եմ կարդամ ու ուրեմն գանք աղոթքով, որպիսի բարձրալի որդիներ լինենք։ Փառք Տիրոջը։ Ուզում ենք մենք բարձրալի որդիներ լինենք։ Պետք է հաշտվենք փառք Տիրոջը։ Տեր, ես ուզում եմ հաշտվել։ Թող Սուրբ Հոգին հիմա ցույց տա ում դեմ բան ունենք, ով իմ դեմ բան ունի։ Թող Սուրբ Հոգին անմիջապես ցույց տա, գնանք, հաշտվենք, խոնարհվենք, բարևենք։ Ներողություն խնդրենք, ոչինչ մեր անձը թող խոնարհվի, բարեկամներ։ Մեր անձը եթե չխոնարհվի, մենք չենք կարող մեր հոգիներն ու անձերը փրկել։ Հենց սա է հարցը, ժողովուրդ ջան, մենք դրա մա ենք հավաքվել, խոնարհվել եւ ողորմած եղիր, ինչպես քո հայրը ողորմած ա։ Բերեք ոտքի կայնենք, փառք Տիրոջը։ Այս Սուրբ Հոգու տված, կարելի ասել, համարցակ, այս ուղով բերեք այսօր գնանք, փառք Աստծո, հաշտ, համերաշ, փառավորենք Տիրոջ անունը։ Այս երգով, որից հետո հայր մեր երգով ու որից հետո մենք կսկսենք աղոթքով գալ ու այսօրվա ողջ պաշտամունքի մեջ Սուրբ Հոգին եղբայրների միջոցով կխոսի մեզ հետ, մատը կդնի ցավոտ տեղերի վրա եւ մենք կապաշխարենք, ամեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի հավիտյան, ամեն, հալելույա։